Հայոց լեռնաշխարհից եւ Արմնյուզի տաղավարից Սերգեյ Սարգսյանը, Նարեկ Մարգարյանը եւ մի ամբողջ ժողովուրդ քաղաքական երկուծանքի միակ հեռուստաշոու Arm Comedy Բարև ձեզ, եթերում է այն հաղորդում է, որ նորությունները սենց օղբատներով պատմում է։ Այն որ սենց մեկ լավ կպնում է պաշտոնյաներին։ Այն որ զզվում եմ դրանից, սենց եղիդնի դուրս են տալիս։ Վերջ, սա վերջի անգամներ, որ հաղորդումը բացում ենք օգտագործելով ձեզանից լսած կարծիքները։ Իսկ այս հաղորդման մեջ դիտեք. Ինչպես է լուծվել գործազրկության նպաստների հարցը։ Ինչպես է լուծվել պաշտոնյաների աշխատավարձի բարձրացման հարցը։ Արդյոք ԱՄՆ հատուկ ծառայությունները գաղտնալսում են այլ երկրների առաջնորդներին։ Ինչպես ազատվել միմյանց փոխարեն քվեարկելու մոլուցքից։ Սկանդալ սպորտի նախարարի որդու շուրջ։ Կառավարությունը վերջապես որոշեց լուծել գործազուրկների նպաստների հարցը։ Հիշեցնենք, որ գործազուրկների համար սահմանված նպաստը մինչև օրս խղճուկ ինչ-որ 18000 դրամ էր։ Ուղղակի ամոթ էր։ Լավ այդ հարցը լուծվեց։ Կառավարությունը մտադիր է հունվարի 1-ից վերացնել ամսական 18000 դրամ գործազրկության նպաստը։ Հա, տենց է լուծվել հարցը։ Բանը, իմաստը կամ նպատակը կամ երկուսն էլ։ Ոչ թե մարդուն պետք է նպաստը, գործազրկության նպաստանք եւ ասենք հաջողություն քո փողը տվել ենք գնա, այլ մարդուն պետք է ռեալ օգնենք կրթության, ուղիղ ֆինանսավորման, ուղիղ խորհուրդներով, ուղիղ աշխատատեղ ստեղծել, զբաղվածություն ստեղծելու տվյալ քաղաքացու համար։ Այո, ճիշտը մարդկանց կրթելն է, որ իրենք սովորեն փող աշխատել ինքնուրույն, այդ նպաստը ամեն ինչ փչացնում է։ Այո, որտեվ մարդիկ ստանում էին 18000 դրամ, ալարում էին սովորել ու այդ փողով տժում են ամբողջ ամիս լկեսնել հետ էին գցում։ Դեմ կարծիքներ, փաստարկներ, աշխատատեղ չկա, աշխատանք չկա։ Հա, այդ բահը։ Ժողովուրդ ինչպես տարար լուրը։ Դու շատ էլ լավ, թող աշխատել սովորացնեն, թե չէ 18000-ը տալիս են այդ գործազուրկներին ամբողջ օր ուտում խմես, კი ոչ էլ ուզում են աշխատեն։ Ինչպես տարան լուրը բուն գործազուրկները։ Ես միջուկային ֆիզիկոս եմ եւ այդ հիմար մասնագիտական ընտրության պատճառով արդեն 20 տարի է չեմ կարողանում այստեղ գործ գտնել, բայց հիմա վերջապես ինձ խելք սովորացնեն, կտան շատ պետքական գիտելիքներ ու ես կսկսեմ աշխատել։ Հիանալի են տանում լուրը առայժմ։ Տեսեք ինչպես են լուրը տանում առավել խոցելի խմբերը, օրինակ ինտելիգենցիան։ Ռուդոլֆ Գյուղամիչ, ոնց տարակ լուրը։ Нормально, Марик Джан, нормально, просто скорбись немножко было трудно, բայց նորմալ դե մի բան կսովորենք, նոր մասնագիտություն կսովորեմ, կներեք։ Ծածուտալը շատ ծանր տարավ ուղղակի ու հոբան չի եղել, ինչ ա եղել։ ինքը ուղղակի ինքը հեռացավ մեզանից։ Ինքը որ Ռուբիկը խաղում դա մի 5-6 օր տեղում է, դա հեչ լավ նշան չի։ Բարեբախտաբար Հայաստանի տարածքում գործում են ֆիզիկայի օրենքները։ Մասնավորապես էներգիայի պահպանման օրենքը, եթե մի բան ինչ-որ միտեղից պակասում է, ապա ինչ-որ տեղ ավելանում է։ Այնպես որ գործազուրկների թոշակները ջուրը չեն ընկնելու, շուտով բարձրանալու է մեկ այլ խոցելի խմբի աշխատավարձ։ Աշխատավարձի բարձրացման հարցը կրկին ալեկոծեց ազգային ժողովը, ինչու են բարձրացնում պաշտոնյաների եւ падգամավորների աշխատավարձը։ Այո, քչերը գիտեն, բայց падգամավորները դա խոցելի խումբ է։ Բայց այդ խոցելի խմբում ոչ բոլորն են կողմ այդ բարձրացմանը։ Նույն պարոն Աբրահամյանի աշխատավարձը ինչու պետք է բարձրանա։ Չեմ կարող քվեարկել Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, Տիգրան Սարգսյանի աշխատավարձը բարձրացնելու օգտին, որովհետև եթե անեմ դա կնշանակի ընդունում եմ, որ նրանք արժանի են աշխատավարձերի բարձրացման։ Այո, օրենքն խորամանկ է նախատեսված, որ բարձրանալուց բարձրանում են նաև մրցակիցների աշխատավարձերը։ Իսկ ընդդիմությունը կպած չի ուզում արժան նախագահի աշխատավարձը մի քիչ բարձրանա։ Ընդդիմությունը նաև բավական ինքնակնդադատ էր։ Ես 5 տարի եղել եմ падգամավոր, բայց չեմ կարծում, որ նպաստել եմ, որ մեր երկրի քաղաքացին իրապես իրեն գոնե արժանապատիվ զգա։ Դե թե դրան սպասենք, կարող է ուղղակի շատ երկար սպասենք։ Պաշտոնյաների աշխատավարձների բարձրացման հիմնական կողմնակիցը առավել խոցելի պաշտոնյաներն են, հանրապետականները։ Սա բավականին լուրջ նախագիծ է եւ իր մեթոդոլոգիայով եւ նաեւ քաղաքական նշանակությամբ։ Հա, մեթոդոլոգիան իրոք լավագույնն է տարածաշրջանում։ Մենք ընդհանրապես ողջունում ենք sense բարդ բառերի հնչեցումը արժանամբյոնից։ Իշխանության ներկայացուցիչը նաեւ բարի ակնարկ արեց։ Այս աշխատավարձը մեզ չեն տալի, մի անձնավորեք։
մենք հավերժ падգամավոր չենք լինելու։ Դե եկեք այդքան առաջ չընկնենք, մոտակա 50 տարվա վրա կենտրոնանանք։ Իսկ այդ ընթացքում անկախ падգամավոր Էդմոն Մարուկյանը կողմ արտահայտվեց падգամավորների աշխատավարձերի բարձրացմանը։ Պատգամավոր Էդմոն Մարուկյանը հայտարարեց, որ խայտառակ վիճակում է աշխատավարձի հարցը, մանավանդ, որ ինքը ոչ ռեստորան ունի, ոչ էլ բիզնես եւ ապրում է միայն падգամավորի ստացած աշխատավարձով։ Դե դες չեղավ Էդմոն ջան, ոնց կարելի է լինել падգամավոր ու մնալ աշխատավարձի հույսին։ Միթե թոնրատների ցանց գոնե հետ գցեի։ Կամ մարշրուտկայի գիծ, թե չէ ԱԺ-ում աշխատել ագին անիմաստ է դառնում։ Բացի իրենց падգամավորները ԱԳ-ին նեղվել էին, որ իրենց աշխատավարձը ըստ Սանդղակի ոչ թե նախարարին հավասար աշխատավարձ էր, այլ ընդամենը փոխնախարարին։ Պատգամավորներին դուր չի գալիս աշխատավարձ ստանալու կառավարության ներկայացրած Սանդղակը, ըստ որի պատգամավորին հասել է 10 միավոր, նախարարին 12։ Ըստ պատգամավոր Ստեփան Մարգարյանի դա դիտավորություն է։ Դրանով կառավարության վերաբերմունքն է արտահայտված ազգային ժողովի նկատմամբ։ Ես այստեղ ցավոք սրտի զգում եմ այստեղ շատ վտանգավոր բան, որտեվ եթե կխոսես ժողովրդի առաջ դու կդառնաս քո աշխատավարձի մասին կռվող, եթե չես խոսի դու կմնաս այդ մակարդակին։ Հա էլի какой-нибудь փոխնախարարի մակարդակին ընդամենը ամոթել է։ Բայց Նիկոլ Փաշինյանի կարծիքով դա էլ է մի տեսակ շատ։ Դեռ գոհ եղեք, որ ԱԺ падգամավորին չեն նույնացրել կառավարության թղթերը դակողի հետ, որովհետև ինչ բերում են, դակում ենք, օրենք ենք սարքում։ Կարող եք հիշատակել թեկուզ մեկ օրենսդրական նախաձեռնություն, որ կառավարությունը հեղինակել ու չի կարողացել անցկացնել ազգային ժողովում, չեք կարող։ Ոնց է բանը, են, ասա, չէ էլի, չենք կարող։ Իրոք շատերին է վրդովեցնում, որ կառավարությունը ինչ օրինագիծ բերում է, խորհրդարան անցկացնում է։ Քանի դեպք կարող եք հիշել դուք, հարգելի խորհրդարանական մեծամասնություն, երբ ոչ կոալիցիոն քաղաքական ուժերի կողմից ներկայացված որևէ նախագծի դուք տվել եք դրական եզրակացություն։ Կառավարությունը copy-paste իր մտքերով, copy-paste անելով անդադ ներկայացրել է մերժում, նույն որ անհիմնավոր, տափակ, անիմաստ ձևակերպումներով ներկայացրել է մերժում եւ դուք մեկ մարդու պես քվեարկել եք այնպես, ինչպես ներկայացրել է կառավարությունը։ Իսկ Բարգավաճը երևի միշտ դեմ է, չէ՞ քվեարկում կառավարության ներկայացած օրինագծեր։ Դե երևի մի հատ էլ ստուգեն, կարելի է վիճակագրություն տեսնել։ Հա, 44% դեպքերում իրանք էլ են կողմ քվեարկում։ Բա դեմը որն է, երևի են հաստ բեժը։ Չէ, բեժը են, որ իրանք բացակայել են, կապույտ են, որ բացակա չեն եղել, բայց չեն էլ քվեարկել։ Ուրեմն հաստ կարմիրը։ Չէ, դա ձեռնպահն է։ Կանաչն աշկիս 4.5% դեպքերում են իրանք դեմ քվեարկել այս գումարման ազգային ժողովում։ Պարզա։ Լավ, կարևորը աշխատավարձի բարձրացումը նպաստում է падգամավորի իմիջի բարձրացմանը։ Պետությունը պետք է պետության նման լինի։ Պետությունը, պետության գործիքը դա իշխանությունն է։ Դուք բոլորդ որպես պատվիրակներ գնում եք, բավականին էլ հաջողություններ եք ունենում։ Այդպես չի, որ այստեղ ասում են ինչ են կարևոր, բայց ամենաթշվառ պատվիրակությունն եք լինում հզորների կողքի եւ ոչ միայն հզորների, նաեւ թույլերի կողքին։ Իսկ հիմա մերոն կարան իրենց թույլ տան արդեն նոր iPad Air-ներից գնել ու իմիջը կտրուկ կբարձրանա։ Բայց ես էլ եմ մի քանի մտքեր գրել իմիջ բարձրացնելու համար։ Օրինակ կարելի է նիստերից չբացակայել, կարելի է իրար փոխարեն չքվեարկել, իրար չվիրավորել կարելի է։ Կամ նոր iPad Air-ներից գնել։ Սպորտի նախարար լեգենդար մարզիկ եւ մեր կողմից շատ հարգված Յուրի Վարդանյանի որդին հայտնվել է սկանդալում։ Դե սկանդալում ո՞րն է, հայտնվել է ոստիկանությունում։ Նախարարի որդին Դավիթ Վարդանյանը կալանավորված է, մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու կամ առաքելու եւ թմրամիջոցների մաքսանենգության համար։ Ուզում ենք դիմել բոլոր հայտնի պաշտոնյաների երեխաներին։ Ինչ կլինի, սահմանափակվեք աչ ու ձախ սեքսով զբաղվելով կամ գարեջուր խմելով։ Մեկ-մեկ կարելի է գնալ Ամստերդամ օրինական ճանապարհով ուռել ու հետ գալ, բայց տեղ ախր չեն բանում, հիմա խեղճ ծնողը ինչ անի։ Իշխող հանրապետականում անդիմադիր դաշնակցությունում մինչդեռ Վարդանյանի հրաժարականի անհրաժեշտությունը չեն տեսնում, հայրը որդու համար պատասխանատվություն չպետք է կրի, առավել ևս, երբ մեղքը դեռ ապացուցված չէ։ Կարող է հրաժարական տա։ Դե նույնիսկ եթե հրաժարական տա, կարող է չնկատենք, որտեվ ԱԺ չէր գալիս, լրագրողների հետ չէր խոսում, մի տեսակ մեկուսացված էր անդադ։ Դե չի лав, չափազանցնում էր, նորմալ է շփվում է ԶԼՄ-ների հետ, հեսա թարմ հարցազրույցներից մեկը։ Я очень рад, что на этих Московских олимпийских играх все мне хорошо удалось. Լավ, գուցե այդքան հաճախ չի շփվում ԶԼՄ-ների հետ։
Ախր հենց այս պահին պետք է սկանդալը լիներ, բա ով է վերջ դնելու Ծառուկյան Բաղդասարյան սրացող պայքարին վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի շուրջ։ Մի տեսակ սյուր չհնչեց։ Շատ։ Իսկ հիմա մեր ցավոք սրտի մշտական դարձած չարաճճի մատներ էջը։ Այսօրվա չարաճճի մատներ էջի թիրախում է հանրապետական պատգամավորներից մեկը։ Okay, այս մեկի տակից դժվար է լինելու դուրս գալ, բայց պետքա փորձենք։ Ունենք 4 տարբերակ։ Ինձ խնդրել էր գործընկերս իր փոխարեն քվեարկել, աջ ձեռքը սապրում է իր անկախ կյանքով, ուզում էի պարզապես ստյուարդեսային կանչել եւ տարբերակ 4-րդ, ոչ, ես իմ տեղն եմ քվեարկել։ Փոխարեն եք նկարում։ Բայց ձեր կողքի կոճակ անթաց եղնում եք, դա քվեարկություն չէ։ Ես իմ տեղն եմ քվեարկել, մնացածի մասին չգիտեմ։ Արա դե վերջի տարբերակ անպայման էր տալի։ Իմ մեջ խելքը ասա։ Լավ, հիմա այս անհարմար վիճակից ոնց ենք դուրս գալի։ Հիմա շատ համով բան է ինչ որ պետք է ասել, որ թեման փոխվի։ Ես չեմ կարող, ես դեռ շոկի մեջ եմ։ Բա ով մեզ կօգնի։ Կարելի է զանգ ընկերոջը։ Անընդհատ կհլա մի հատ կողքի շարքեր տեսեք։ Իրոք, ինչու ուրիշներին կարելի է, իսկ մեզ չէ։ Չէ, բայց ուրիշներին որ տեսնում եք, դուք էլ ազանգ եք, բա։ Ընդեղ էլ իրար փոխարեն քվեարկում։ Իհարկե, պարզապես անհարմար ենք զգալիս։ Մենք որ տեսնում ենք, որ քվեարկում են ուրիշի փոխարեն, մի տեսակ կարմերում ենք, ամաչում ենք, անհարմար ենք զգում։ Ու արդյունքում մենք էլ ենք տենց անում, որ ուղակի բալանսի բերենք։ Լավ, իսկ հիմա բարի լուր ՀՀԿ-ի համար։ Դուք արժեում ունեք մեծամասնություն, չարաճճի մատների կարիքը չկա։ Այս վերջի քվեարկությանը պետք էր ընդամենը 58 ձայն, իսկ արդյունքում քվեարկվեց 115։ Սերգեյը փորձում ասի, որ նույնիսկ եթե այդ մարդը չքվեարկեր, 114 ձայնն էլ էր հերիք օրինագծի անցկացման համար, ճիշտ հասկացա, չէ՞։ Նարեկ ուզում ասել, որ 114-ը 58-ից շատ է։ Իսկ այսօրվա մեր հյուրն է ԱՄՆ հատուկ ծառայությունների ապօրինի գաղտնալսման բաժնի վարիչ Ջոն Սմիթը, ում հետ կխոսենք վերջին սկանդալի մասին, բայց միջև այդ լուրջ Ջոն Սմիթ դժվար է մի օրիգինալ կեղծանուն հորինել միջև գալը։ Սերգեյ, եկեք ավելի լավ կենտրոնանանք նրա վրա, որ մեր ծառայությունները ապօրինի գաղտնալսում են Անգելա Մերկելի հեռախոսը, լավ։ Լավ, ոնց կուզեք։ Ես միշտ փորձել եմ ԱՄՆ նախագահային հասկացնել, որ ընկերների մեջ լրտեսություն անելը անթույլատրելի է։ Երբ հունիսին Բերլինում էի, ասել եմ դրա մասին, երեկ էլ հեռախոսով եմ ասել։ Հիմա ոնց կմեկնաբանեք սա։ Դե լավ է, որ հեռախոսով խոսալուց Օբամային դրա մասին ասել, որ մենոնք հաստատ ուրեմն լսել են։ Ջոգիր հեռախոսով ասել։ Հիմա փորձում եմ հասկանալ, սա ճիշտ է թե չէ։ Չէ, իհարկե, մերոնք չեն գաղտնալսում հեռախոսերը։ Նախագահը վստահեցրեց կանցլեր Մերկելին, որ ԱՄՆ-ն չի գաղտնալսում եւ չի գաղտնալսելու նրա հեռախոսը։ Տեսակ։ Մի րոպե, ստեղ ժամանակներն են կարևոր։ Ասեց, որ չեն գաղտնալսում ու չեն գաղտնալսելու, բայց չասեց, որ չեն գաղտնալսել։ Լսի, ինչ ես ուզում մեզանից։ Հիմա փորձեք պատկերացնել ինչքան վիրավորական է սա մեզ համար։ Որ գերմանացիների հեռախոսներն են լսում։ Չէ, որ բոլորին լսում եք բացի հայ պաշտոնյաներից։ Երեքշաբթի Օբաման նույնատիպ անհարմար զրույց ունեցավ Ֆրանսիայի նախագահ Հոլանդի հետ, երբ Le Monde թերթը գրեց, որ ֆրանսիացի քաղաքական գործիչների հեռախոսները լսվում են։ Իսկ մեկ շաբաթ առաջ Օբաման պարզաբանում էր տալիս Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսոֆին։ Բրազիլիացիները լսում եք, մերը չէ, հա։ Սերգեյ ջան, հիմնական պատճառը, որ ձեր հայ պաշտոնյաների հեռախոսները չենք լսում կամ լսելու ենք, այնա որ անկեղծ ասած շատ բառադի ձանձրալի խոսակցություններ են տանում։ Բայց նախկինում լսել եք։ Չեմ կարող դրա մասին ասեմ, բայց օրինակ ունենք մի հատ ձայնագրություն, որը հա թեթևակի լսել ենք, չեմ ասի որ հայ պաշտոնյան է, որովհետև չի կարելի, բայց ուզում եք լսեք։ Ալո, Կարլ Հենրիխ Մարքս, գերմանացի փիլիսոփատ, տնտեսագետ, համայնավար, մարքսիզմի հիմնադիրը, նրա հիմնական գաղափարն է։ Այս մարքսիստը չէր։ Սերգեյ ջան, չեմ կարող ասեմ էլի։ Բայց ինչ էր անում։ Մեր տղեկն էլ են երկար գլուխ կոտրում, թե ինչ է անում։ Ու ինչ։ Բարձվեց, որ Մարքսի Վիկիպեդիայի էջն է կարդում։ Ում համար։
Այ Երևանի բոլոր համարներին հերթով զանգում էր ու կարդում էր։ Լավ, էլ ինչ պաշտոնյայի ձայնագրության։ Լավ, էլի ախր հետաքրքիր չի։ Լավ, էլի խնդրում եմ։ Մի ժամ այդ եմ ասում, որ բոլորը ձանձրալի են դու։ Դրեք, մի խնդրում եմ։ Լավ, բայց վերջինն է։ Վերջինը։ Բարև ձեզ, հարգելի բաժանորդ։ Ինչով կարող եմ ձեզ օգնել։ Բարև ձեզ, ես ձեր ինտերնետ ծառայությունից եմ օգտվում։ Զանգել եմ մի երկու քաղցր խոսք ասեմ։ Լավ, հասկացանք։ Նաիրա Զորոբյանի ինտերնետը անջատվել է, զանգել է բողոքի։ Չէ, մեզ էլ սկզբում տենց թվաց, բայց Ուզում եմ ասել, որ շատ գոհ եմ ձեր մատուցած ինտերնետից։ Շատ արագ է աշխատում։ Ամեն կայք, որ սեղմում եմ, վարկանապես բերում է։ Հոյակապ կապ ունեք։ Ես իմ բոլոր ծառայողներին խորհուրդ կտամ։ Մերսի, հարգելի բաժանորդ։ Ինձ թվաց, թե մի փոքր վրդոված եք։ Չէ, ինչի, ես հակառակը շատ գոհ եմ, որ ձեր նման լավ ինտերնետ մատակարար։ Լավ, հասկանալի է։ Շնորհակալություն Ջոն բարձաբանումների համար։ Հասկացա, որ մենք հայերին չենք լսում ու չենք լսելու։ Ահա, մենք էլ երբեք չենք դնում ծամոն ձեր աթոռի տակ ու չենք էլ դնելու։ Իսկ դուք մնացեք մեզ հետ։ Սոցիալական ցանցերը շատ արագ մտան մեր առօրյայի մեջ ու դարձան մեր կյանքի անբաժանելի մաս։ Սակայն հաճույքի հետ մեկտեղ սոցիալական կայքերի պատճառով ստեղծում են նաև լուրջ խնդիրներ։ Դրանցից մեկի մասին մեր սոցիալական գովազդը։ Մենք երկար ենք լռել սրա մասին, բայց եկել է ճշմարտությունն ասելու ժամանակը։ Մեր մեջ կան մարդիկ, ովքեր լայքում են սեփական պոստերը։ Լայքում են սեփական պոստերը, պատկերացնում եք, իրենք իրենց գրածը լայք են անում, հավանում են։ Հա, դե ինչ թաքցնեմ, մեկ-մեկ տենց բաներ անում եմ։ Փողոցում նրանց տարբերելը դժվար է, շատերը սովորական մարդու տեսք ունեն։ Բայց երբ մութն ընկնում է, նրանք մտնում են ինտերնետ եւ լայքում են սեփական գրածները։ Դե չէ։ Դա նույն բանն է, որ մարդն ինքներեն պոնչիկ անի։ Չափազանցնում եք։ Նույն բանն է, որ մարդն ինքնիրեն անեկդոտ պատմի ու քանդվի։ Շատ քիչ մասնիկներն են տենց անում։ Մեկ-մեկ դա նույն բանն է, որ մարդը լողանալուց հետո ինքներեն տնա ու չդիմանա տուտուզը կմճտի։ Վերջացրեք։ Դա նույն բանն է, որ մարդը ինքն իրեն հրավիրի կինո, մեկ էլ sense թաքուն հորանջի, որ ձեռքը դնի ինքն իրեն ուսին ու սկսի ինքն իրեն համբուրել։ Հա, լավ, այս մեկը չափեր անցավ, բայց սեփական պոստերը լայքելը միևնույնն է չի դզում։ Լավ, մասնիկներ ջան, մի լայքեք ձեր սեփական պոստերը Facebook-ում։ Ինչի, մի հատ եք ասեք։ Որովհետև մարդիկ խնդում են դրա վրա։ Հետո կանչում են ուրիշներին, ցույց են տալի, որ դուք լայքել եք ձեր պոստը ու ծիծաղում են բոլորով դրա վրա։ Հա, լավ, հասկացա։ Լայքեք միայն ուրիշ մարդկանց պոստերը։ Կամ մի լայքեք ոչ մի բան։ Ոչ մի բան չլայքելն էլ է տարբերակ։ Չնայած որ 21-րդ դարն է արդեն։ Ամառվա ամիսներին առաջին ռազմայնասիրականը պարապ նստած չէր, մենք այցելել ենք մի քանի քաղաքներ, գյուղեր եւ մանրից ձեզ ներկայացնելու ենք, թե ինչեր ենք նկարահանել։ Հուլիսին մենք կատարեցինք մեր վաղեմի երազանքը եւ այցելեցինք Գյումրիի տեխնոպարկ։ Շատերը մտածում են մեզ այնտեղ կտփեն, ոմանք մտածում են, որ ուժեղ կտփեն։ Մի մասը ընդհանրապես վստահ է, որ տեխնոպարկ գոյություն չունի։ Այս հարցերի պատասխանները մեր ռեպորտաժում։ Մենք շատ խոսացել էինք դրա մասին։ Մենք կատակել էինք դրա մասին։ Մենք հորինել էինք մի քիչ դրա մասին։ Մենք կադրեր ենք ցույց տվել դրա մասին։ Եւ հիմա մենք գտնվում ենք առասպելական Գյումրու տեխնոպարկի տարածքում, որը արդեն պետքա պատրաստ լիներ, բայց ահագին պատրաստի տեսք է եւ այսօր մենք բացահայտելու ենք Գյումրիի տեխնոպարկը առանց որևէ բան հորինելու։ Ավելի մեծ ես ուզում շենքը երևա, շատ։ Բարև ձեզ, Գյումրի տեխնոպարկ, ճիշտ ենք եկել։ Հա։ Սա Գյումրի տեխնոպարկի ապագա շենքն է։ Հիմա վերանորոգման մեջ։ Ինչպես ասում էր վարչապետը, համարյա պատրաստ է, չէ՞։ Ну, հա, կարելի ասել համարյա պատրաստ է։ Դեկտեմբերին շենքը հանձնելու են։ Չէ, լուրջ։ Լուրջ։ Դեկտեմբերին։ Հա։ 2014 2013 թվականի դեկտեմբերին։ Այս շենքը։ Այս շենքը 4 ամսից պատրաստ կլինի, չէ՞։ Հա։ Նանո պատասխան տվեց։ Նանո արձագանք։ Կարանք կեղծենք ինչ-որ բրենդեր, ինչպես օրինակ Չինաստանն է անում ու կարծես թե լավ փող աշխատում։ Ну, Չինաստանի ծավալներին չեմ կարող իհարկե հասնել, բայց ասում եմ ցանկացած նոր բան դա լավ մոռացված հիմն է։ Ասենք մենք բացենք Panasonic, Sonyo։ Չէ, դա չեմ կարծում, որ
հետաքրքիր է։ Համենայն դեպս չեմ կարելի ասել ռոմանտիկ չի, ավելի ռոմանտիկ է, երբ որ դու ես ստեղծում։ Իսկ այս սենյակը ի՞նչ է։ Սա հիմա պահեստային սենյակ է, Ինչ որ գաղտնիք կա ստե։ բնականաբար գաղտնիք կա, որտեղ պահեստ է այս մարդկանց չի։ Կարամ մտնեմ։ Ռադիացիա բան չկա, չէ՞։ Հա։ Չէ, ապե ոչ մի ռադիացիա չկա, գնացել։ Նորմալ առողջություն։ 100%։ Լավ ես զգում։ Բան չէ։ Բունը փոխեց, ոչ, նորմալ։ Նույն եղանակից է, ինձ թվում է եղանակից է։ Խոհանոցային մասն էլ սա ճաշարան։ Գյումրի տեխնոպարկում բնականաբար երևի քյալա, թատար բորակի, հա։ Խաշ։ Խաշը մի քիչ արդյունավետությունը չի գցի աշխատակիցների։ Դե մենք սովոր ենք խաշ ուտելու։ Սկսենք առավոտյան աշխատանքը խաշով։ Որից 4 ամսից սա պատրաստ է լինելու։ Շատերին հետաքրքրում է ինչու են մասնագետները թողնելու իրենց աշխատանքը Երևանում ու գալ աշխատել Գյումրիում, ասենց իրենց կյանքը կտրուկ փոխել։ Այդ հարցը նաև ինձ էր, հա, երևի վերաբերում։ Հա, ոնց ստացվեց, որ տեղափոխվեցի։ Պրոյեկտը շատ հետաքրքիր պրոյեկտ է ուղղակի։ Ինքը ինձ համար շատ հետաքրքիր պրոյեկտ է։ Իսկ ասենք չեք կարոտում Երևանում հարմարավետությունը, մեր խցանումներն են։ Կարոտում եմ խցանումները, շոկնել եմ կարոտում։ Նոր փողոց են ի դեպ քանդել Երևանում։ Ճիշտն ասած մի հատ անձնական հարցեր ունեի։ Իմ iPhone-ը, որ առել էի, մեջը ընդհանրապես ոչ մի խաղ չկա, կարան գոնե Tetris-ը բանա դնեք, շատ անհարմար է, էլի։ Ես կտամ տղեկ մի քիչ կմտածեմ։ Ինձ այնքան դուր եկավ տեխնոպարկի բակը, որ ես որոշեցի տեղափոխվել այնտեղ աշխատելու։ Տիրապետում եմ Paint ծրագրին։ Paint-ի գելն է, Armuse-ում ով ինչ Paint-ի հարց ունի, բոլորը մերի մոտ։ Արի մեր մոտ մուլտիմեդիայի լաբորատորիա սկսի դասավանդել Paint։ Կվերցնենք։ Արի մեր մոտ սկսի դասավանդել, հա։ Շնորհակալություն։ Նարեկ, всё, դե լավ, դες ինչ ես անում։ Ձեզ հաջողություն։ Այնտեղ էլ Paint-ի դասընթացները կանցնեն։ Կեսից հասկացա, որ այդ բորդյուրը չի կարա բարձրացնել, որովհետև լավ ծանր է։ Ղեկավարության ականջից հեռու լուրջ երբ եք վերջացնել։ 4 ամսից։ Յատել ասեմ 4 ամսից։ 4 ամսից։ Բել տարբերակ չկա ուշացնելու, վերջի կամուրջի այրվեց ուշացնելու։ Գյումրին մեզ շատ դուր եկավ, տեխնոպարկը շատ խոստումնալից էր, մերն էլ դե մնում է։ Մնում եմ ու 4 ամսից արդեն իմ սենյակը պատրաստ կլինի եւ իմ առաջի սերունդը ում ես կկրթեմ Paint ծրագրով ես հպարտ եմ ուղղակի։ Arm Comedy-ն այսօր այսքան էր, կհանդիպենք երկուշաբթի։ Իսկ վերջում դիտեք օրվա վիդեո բոցը։ Պարոն Գաբրիելյան, հիմա ինչ իսկականից բարձրանում են պաշտոնյաների աշխատավարձները։ Շատ մեծ հուսով ենք, որ այո։ Չի լինի մերն էլ բարձրացնենք ինչ որ ձևով։ Չէ, ձերը որ բարձրացնենք գնաճ կբերի։ Դե թեկուզ թոշակառուներն են մի քիչ բան անենք, ինչ որ մի ձևով, չէ։ Չէ, թոշակառուներին է պետք չի ձերտել, բայց եկեք ձեր ղեկավարությանը կտրենք տանք ձեզ։ Oh, that shark, babe, has such teeth, dear, and it shows them a pearly white. Just a jackknife, where's all of my keep the baby, and he keeps them out of sight. Do you know where that shark bites? Տիկին Պողոսյան, բարև ձեզ, զանգել եմ սրտանց եւ ջերմորեն ձեր ծնունդը շնորհավորեմ։ Դուք իմ առաջին ուսուցիչն եք։ Դրա համար առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ձեզ, մեզ կանաչ ճանապարհ հարթելու համար։